Ես քեզ հետ խոսալու բան ունեմ։ Ասա Անուշ ջան։ Ես որ հանկարծամահ լինեմ։ Լավ էլի։ Չէ, պատկերացա, որ ես հանկարծ մահանամ։ Դու երկրորդ անգամ կամուսնանաս։ Անուշ ջան, մենք արդեն 40 տարեկան ենք։ 20 տարի մենք իրար հետ համերաշխ, հանգիստ, մեր համար ապրել ենք։ Քո հետ որ տենց բան լինի, ես ոնց կարող եմ այդ մենակության մեջ ոնց կարող եմ ապրել։ Այն մնացած 70 տարիս ոնց կարող ես մենակ մնամ։ Դե բարձա պիտի ամուսնանամ։ Անուշ ջան, այս բանվորները ինչի չեն ջրել այս բասեյնի ջուրը։ Լրիվ փոշի է։ Սարո։ Հա։ Իսկ այդ կինը մեր տանն է ապրելու։ Սիրուն ջան, ախր այս տունը մենք միասին ենք, չէ՞ կառուցել, մենք զրոյից ստեղծել ենք այս տունը։ Ես ուրիշ տեղ չեմ կարող ապրել, դե բարձա որ տենց բանը լինի, այդ կինը պիտի գա այս մեր տանը ապրի։ Լրիվ փոշի է։ Եղավ, ես անպայման կմիջամտեմ այդ հարցով։ Եղավ, Վալերի Գեորգիչ, եղավ։ Սարո։ Հա, սիրուն ջան։ Իսկ այդ կինը մեր մահճակալի վրա է քնելու։ Անուշ ջան, ախր մենք այս կահույքը նոր ենք առել։ Ինչ իմաստ ունի ես նորից ծախս անեմ, նոր կահույք առնեմ, իհարկե մեր մահճակալի վրա քնի, եթե քո հետ տենց բան լինի։ Սարո, իսկ այդ կինը մեր բաղնիքում է լողանալու։ Անուշ ջան, ես քեզ ժամանակին առաջարկում եմ, չէ, արի երկու հատ դուշևոյ անենք, երկու հատ ջակուզի անենք, ես առանձին, դու չէիր համաձայնվում։ Դե հիմա պարզա որ մեր բանիկում պիտի լողանա, բա դուրսը չի լողանա։ Սարո։ Հա։ Իսկ այդ կինը նվագելու է իմ դաշնամուրի վրա։ Չէ, ինքը ջութակարուհի է։